Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից, եւ այսօր մենք ձեր հետ խոսելու ենք Իսրայելի կարևոր որոշման մասին, որ օկուպացնի ամբողջությամբ Գազայի շրջանը։ Հիշում եք, մենք երեք մեր վերլուծության մեջ, որը վերաբերվում էր Սիրիային եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, դրուզների հարցին հարավային Սիրիայում, նշեցինք, որ Իսրայելը զինակոչում է մոտավորապես տասնյակ հազարավոր ռեզերվիստներ եւ պաշտոնական թեզը Գազայի ուղղությունով քայլերներ, եւ մենք դրա մասին տարբեր ենթադրություններ արեցինք։ Հիմա ձեր հետ միասին մանրամասն կխոսենք այս հարցի մասին եւ իր կարեւորության, որովհետեւ աննախադեպ զարգացում է։ Այսպիսի բան երկար ժամանակ օրակարգում նաեւ չի եղել։ Առաջի հերթին, հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ եւ եւս մեկ անգամ կոչեմ, որ բաժանորդագրվեք, դրեք լայքերը եւ անպայման գրեք ձեր մեկնաբանությունները։ Մենք անցանք 10,000 բաժանորդագրված անդամի շեմը, ինչը շատ կարեւոր է, շարունակենք մեր ալիքի ակտիվ աճը։ Հիշեցնեմ նաեւ ձեզ, որ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված PayPal-ի եւ կրիպտոարժույթների հասցեների միջոցով, ինչպես նաեւ ուրեմն նկարագրությունում նշված ուրիշ հնարավորություններով, որը ենթադրում է անդամակցել ալիքին, արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են անդամակցել մեր ալիքին։ Հարգելի հայրենակիցներ, երեք Իսրայելի զինված ուժերը զինակոչել են տասնյակ հազարավոր ռեզերվիստներ։ Կոնկրետ թիվը մենք չգիտենք, բայց խոսակցություն է գնում մոտավորապես 30-ից մինչև 50,000 ռեզերվիստ, որոնք ուղարկվելու են Գազա։ Հարցը նրանում է, որ մենք ունենք տեղեկատվություն, որ Գազան մասամբ է վերահսկվում այս պահին Իսրայելի կողմից, եւ Իսրայելը պատրաստում է ամբողջությամբ ամբողջ Գազան վեկալել վերահսկողության տակ։ Դա առաջի հարցն է։ Եվ անցկացնել այնտեղ բոլոր քաղաքացիներին ID քարտեր տալ, փաստաթուղթ տալ, օկուպացնել ամբողջությամբ այդ տարածքը եւ հաստատել ներկայություն Գազայում, որը ըստ Իսրայելի չի ավարտվելու, ինչը նշանակում է, որ մոտավորապես այն կարգավիճակը կստանա Գազան, որը ունի Պալեստինայի Հորդանան գետի աջափին գտնվող տարածքները, կամ որը Յուդեա եւ Սամարիա են կոչվում։ Եվ այդտեղ էֆեկտիվ կոնտրոլը, վերահսկողությունը կունենա Իսրայելը եւ սահմանափակում դրա չի լինի։ Փաստորեն բոլոր այդտեղ բնակիչները կստանան փաստաթուղթ, որի միջոցով կկարողանա Իսրայելը վերահսկել այնտեղ բոլոր քաղաքացիներին եւ վերահսկել իրենց ուրեմն կապերը, վերահսկել իրենց բնակեցման վայրը եւ այլն, շարժը այդ տարածքում։ Նաև խոսք է գնում նրա մասին, որ հյուսիսային հատվածը Գազայի ամբողջությամբ դատարկել լինելու եւ մի մասը բուֆերային տարածք է ստեղծվելու անվտանգության գոտի։ Հիմա ինչու մասին է այս որոշումը։ Ես կարծում եմ, որ այս որոշումը վերաբերվում է հրահրելու իրավիճակը, որովհետեւ ասեմ ձեզ, որ այս գործողությունների հետևանքում մենք սպասում ենք, որ եթե փաստաթուղթ սկսի Իսրայելը տալ իրենց եւ ամբողջ Գազայում վերահսկողություն հաստատի, ապա Համասը, որ ոչնչացվելու է, դա հասկանալի է։ Բայց բացի դրանից հասկանալի է, որ Իսրայելը կարա սկսի այդ Պալեստինի Գազայի բնակիչներին ուղարկել ուրիշ պետություններ։ Եվ այդպիսի գործընթաց իրականում սկսվել է։ Կա խոսակցություն նրա մասին, որ մի քանի հազար պալեստինցի, գազացի Իսրայելը ուղարկել է բուժման ուրիշ արաբական պետություն։ Հիշում եք, Դոնալդ Թրամփը նաև խոսում էր այդ ծրագրի մասին։ Փաստորեն ինչ որ առումով Իսրայելը անցնում է այդ ծրագրին։ Հիմա դա նշանակում է պալեստինյան պետության գոյության ավարտ, որովհետև սուվերենություն Գազայում իրանք ունեին, բայց արևմտյան ափի վրա ոչ, եւ սրանով Գազայում էլ ավարտվում է սուվերենությունը։ Դե հիմա մենք ինչ պետք է հասկանանք սրանից։
Թուրքիան, որի գլխավոր քաղաքականությունը Պալեստինային է վերաբերվում, ինչպես Ղազայի պաշտպանող գլխավոր ուժ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, Ղազան մեր հայրենիքն է, թուրքերի հայրենիքը Ղազան է փաստորեն, եւ Ղազան մենք պաշտպանելու ենք եւ այլն, այդ իրավիճակում, երբ սրվել է իրավիճակը շատ ակտիվ Թուրքիայի եւ Իսրայելի միջև, հատկապես Սիրիայում, Իսրայելը Նետանյահուն հրահրում է ել ավելի իրավիճակը։ Իհարկե ասել, որ Նետանյահուն է սկսել այս իրավիճակը չի կարելի։ Սկսել է այս իրավիճակը Համասը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի դաժան մարդասպան հարձակումից, որի հետևանքները դեռ մինչև հիմական 50 հոգի են դեռ Ղազայում, ուրեմն այս հարձակման հետևանքում տարել են Ղազա եւ պահում են դեռ այնտեղ։ Բայց Նետանյահուն շատ լավ հասկանում է, այս քայլը բերելու է սրման եւ սրման ոչ միայն բառացի այսպիսի սրման, այլ հետ Սիրիայի տարածքում սրման, որովհետեւ Թուրքիայի հետ առճակատման ուղղությունը Սիրիան է։ Բացի դրանից բերելու է սրման Եմենի հետ, սրման Իրանի հետ, սրման բոլոր արաբական պետությունների հետ իրականում։ Թուրքիան ուղարկել է 3 իր կարևոր նավերից մեկը ռազմական Կարաչի, Պակիստան։ Եվ Թուրքիան ասում է, որ մենք Պակիստանի կողքնել են կայնած։ Մենք սրա մասին ձեր հետ խոսեցինք, իրանք Պակիստանին արդեն զինում են նույնիսկ թուրքերը։ Հիմա մի քանի ճակատ է ստեղծվում։ Դու Պակիստանի հետ ինչպես պետք է Հնդկաստանի հետ այդ Քաշմիրի հակամարտության հարցի մեջ մտնես, որտեղ որ իդեմս նշեմ, որ նոր զարգացում կա եւ Պակիստանի ուղղությունով Հնդկաստանը սկսել է ոչ միայն ջրամբարը փակել է եւ ջուր չի գնում հիմա մի ջրամբարից Պակիստան, այլ նաեւ խորացնում է ջրամբարը, ինչը արգելված էր այդ փաստաթղթով, որից Հնդկաստանը դուրս եկավ Պակիստանի կողմից աջակցված տերորիստական հարձակման հետևանքում։ Բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ իրավիճակը շատ է սրվում Ղազայում եւ իհարկե առաջի հերթին, որ դա բերելու է աննախադեպ զարգացումներին Ղազայում, որովհետեւ ամբողջ Ղազան օկուպացնել, որտեղ որ միլիոնավոր մարդիկ են ապրում, որտեղ որ շատ բարդ հումանիտար իրավիճակ է, լինելու է բարդ։ Նաեւ զոհվելու են իհարկե իսրայելցի զինծառայողներ, դա ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ սա բերելու է լուրջ միջազգային խնդիրների, լուրջ միջազգային ճգնաժամի, որովհետև բոլորը լինելու են Նետանյահուի դեմ այս իր որոշման։ Զուտ Իսրայելի համար ես ասեմ, որ սա անվտանգության առումով, անվտանգային առումով, սա ճիշտ որոշում է։ Երկար ժամանակ ես զարմանում եի, թե ինչու այս ճիշտ որոշումը Իսրայելը չի կայացնում անվտանգության առումով, իր համար։ Մենք չենք խոսում սա ընդունելի է թե չէ Հայաստանի համար, կամ սա մարդասիրական առումով ճիշտ է թե ոչ։ Խոսում եմ զուտ Իսրայելի անվտանգության առումով սա ճիշտ որոշում է։ Բայց սա բերելու է աննախադեպ սրման Թուրքիայի հետ, հաշվի առնելով, որ իրավիճակը արդեն շատ լարված է Թուրքիայի հետ եւ շատ լարված է Իրանի հետ, սա կարա բերի միանգամից պատերազմի Թուրքիայի հետ եւ պատերազմի Իրանի հետ, որովհետեւ Ղազան իրանց համար կարմիր գիծ է։ Եվ Իսրայելը շատ լավ դա գիտի։ Ուստի Մերձավոր Արևելքում հրահրվում է լուրջ պատերազմի նախապայման զուգահեռ նրա, ինչը տեղի է ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև նաեւ։ Այս երկու կետը հիմա պայթելու եզրին են։ Եվ իհարկե դա ունենալու է լուրջ աննախադեպ հետևանքներ, այդ իսկ պատճառով մենք պետք է իհարկե հետևենք ձեր հետ միասին այս զարգացումներին եւ այս որոշումը նոր է տեղի ունեցել առավոտյան, ուստի ունենալու է շատ կարևոր հետևանքներ։ Եվ մենք ակտիվ կհետևենք բոլոր զարգացումներին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք։